Բարև ձեզ։ 2020 թվականի պարտությունից եւ հատկապես 23 թվականի Արցախի հայաթափությունից հետո մենք որպես հասարակություն չգիտենք ինչպես նշել հաղթանակի տոնը։ Չկա պետության աջակցությունն այս հարցում հասարակությանը, որը կօգներ փոքրինչ հունավորել հակասական զգացողությունները, չկա հասարակական պահանջը, որը կստիպեր պետությանը մշակել քաղաքականություն եւ վերաբերմունք այս հարցում։ Հաղթանակի տոնի տրանսֆորմացիայի մասին այսօր զրուցելու ենք ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ։ Բարև ձեզ։ Մշակութաբանության մեջ կա այսպիսի երևույթ տոնի դեհումանիզացիա։ Եթե ճշգրիտ գիտական, տերմինաբանության հետևից չգնանք ու ձեր ասած ընկալենք որպես ուղղակի տոն առանց մարդու համակարգային երևույթ որպես, ապա այդ վիճակը մենք հիմա տեսնում ենք։ Մարդու որպես հավաքականության, ոչ թե տոնը որպես առանց անհատի ընտանիքում, սեղանի շուրջ, ինչ-որ բան հիշելիս, որտեղ նմանատիպ դրսևորումներ մենք ունենք։ Այլ տոնը առանց մարդու որպես հասարակական կենդանու, դա այնա, այո, ինչ մենք ունենք հիմա, ինչ մենք տեսնում ենք այսօր, ինչը ոչ թե 2020-ով սկսվեց, այլ երևի թե 2020-ից հետո ավելի խիտ, ավելի մուգ, ավելի սև, ավելի անհասկանալի ինչ որտեղ, նաև վերլուծական տեսանկյունից երանգներ ստացավ։ Ես ինչու 2020 առանձնացրեցի, որովհետև այդ թվականից հետո խորքային հակասականություն մտավ իրականության, այսինքն պարտված իրականության եւ հաղթանակ երևույթի միջև։ Եվ հասարակությունը ապակողմնորոշ ներքին հուզական ապակողմնորոշում ուներ։ Հիմա ինչ պիտի անել, ես հիշում եմ հենց 2021 թվականի մայիսի 8-ի 9-ի զգացողությունները, մարդիկ չգիտեին ինչ պիտի անել յուրաքանչյուրն իր համար եւ նաեւ ինստիտուցիոնալ մակարդակում մենք չիմանալով ինչ անել ոչինչ չէինք անում։ Տեսեք, մի հարցում չեմ համաձայնվի, որտեղ խորքային հակասականություն եղել է միշտ։ Մեծ հաշվով այդ խորքային հակասականությունը մայիսյան տոների հետ կապված եղել է միշտ։ Իրենք այո եղել են հաղթանակի տոն, բայց բովանդակային տեսանկյունից այդ հակասականությունը պայմանավորել է այն, որ ըստ էության մենք չունեինք արդյունքի հաղթանակի որպես արդյունքի կապիտալիզացիա։ Դա հակասականություն էր։ Մենք տոնում էինք, ուրախանում էինք, բայց արդյունքի կապիտալիզացիա չունենք։ 20 թվականից հետո ընդհանրապես տոնը դադարեց գոյություն ունենալ։ Այսինքն նույնիսկ այն հակասականությունը, որի պայմաններում այնուամենայնիվ հասարակության մի հատվածի համար Շուշիի ազատագրումն էր տոն, մեկ այլ հատվածի համար բանակի ստեղծումը, երրորդի համար հայրենական մեծ պատերազմում հաղթանակը ու լիքը նման բաներ, ինքը որպես երևույթ այլևս դադարեց գոյություն ունենալ։ Այսինքն այստեղ իրականում մենք ունենք բովանդակազրկման հետ։ Եթե մի դեպքում ունեինք հակասական բովանդակություն, լավ թե վատ հակասական բովանդակություն։ Վերանում ենք այն հարցերից ինքը ում համար է տոն, ինչի է տոն, երբ է տոն, ինչպես է դարձվում տոն, այդ հարցերը թողնում ենք մի կողմ, բայց լավ թե վատ կար մի բան։ 20 թվականից հետո այդ մի բանը այլևս չկա։ Այսինքն այստեղ մենակ խնդիրը հակասականությունը չի։ Տոնը այնպես ինչպես մտել էր, որոշ դեպքերում մտցվել էր մեր կյանք, այնպես էլ դուրս եկավ եւ ամեն ինչ արվում է, որ գոնե թե ներկայիս պայմաններում այդ դուրս գալը լինի տևական, առնվազն։ Այսինքն երկարատև ժամանակահատվածում չվերադառնա։ Այո։ Իսկ ինչի հետ է կապված վերադարձը։ Պատահական չէ, որ տոնը հիշատակելի արարողությունն է։ Եվ պարտադիր չէ, որ այդ արարողությունը անպայման
այսօր իրականություն լինի։ Երբ մենք մայիսի 28-ը նշում ենք որպես հանրապետության տոն, Հայաստանի առաջին հանրապետությունը վաղուց չկա, բայց մենք հիշատակում ենք, տոնախմբում ենք նրա գոյությունը։ Ինչն է մեզ խանգարում այսօր տոնախմբել նույն Շուշիի ազատագրումը, որպես պատմական հիշարժան իրադարձություն։ Եկեք երկու օրինակի վրա նայենք, ես երբեք ինձ որպես պատմաբան չեմ դիրքավորել, բայց առաջին երկու օրինակն եմ բերում, որ հիմա եկավ մտքիս։ Զինվորականության, տոնի, հաղթանակի, տոնականության հանդեպ վերաբերմունքը Միացյալ Նահանգներում, օրինակ Արլինգտոնի գերեզմանատունն ենք վերցնում եւ բոլոր այն արարողությունները, որ կատարվում են, եւ այն ինչ կատարվում է այսօր ասենք Ռուսաստանի Դաշնությունում։ Մի դեպքում մենք ունենք քաղաքացիական հասարակության վերաբերմունք, պիտի ընդունենք, որը հարգանքի վրա է հիմնված, հիշատակի վրա է հիմնված, անձնական պատմության վրա է հիմնված, չէ, այնուամենայնիվ, եւ նաեւ անցյալի հանդեպ վերաբերմունքի վրա է հիմնված։ Կրթության միջոցով փոխանցված, անձնական պատմությունների միջոցով փոխանցված, դաստիարակության միջոցով փոխանցված եւ երկրորդ դեպքում ունենք չափազանց կարեւոր մի դրվագ, դա երկրորդ համաշխարհային կամ հայրենական պատերազմի հաղթանակն է, որը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում իշխանությունը ուղղակի իմպերատիվ չի թողնում, որ մոռացվի։ Այսինքն այսօր Ռուսաստանի Դաշնությունում ամենամեծ դուք ուղղակի իրավունք չունեք մոռանալ մայիսի 9-ը։ Սա, չգիտեմ, անունը ավտորիտար կդնենք, ինչ կդնենք, այս էլ երկրորդ մոդելն է։ Հիմա մեր մոտ դեպքում էլ պետության հետ գործ ունենք։ Այո, մեր մոտ, տեսեք, ոչ առաջինը կա, ոչ էլ երկրորդը կա։ Այսինքն հասարակությունը ինքը Իսկ մենք պետության հետ գործ չունենք։ Հասարակությունը ինքը չունի ձևակերպած խնդիր, արդեն չունի, եթե ընդունենք, որ ինչ-որ մի ժամանակ ունեցել է, իշխանությունը ինքը չունի ձևակերպված խնդիր եւ չի ուզում ձևակերպել։ Այսինքն, եթե նույնիսկ այդ երկու պայմանական մոդելն ենք վերցնում, գուցե դաժան է հնչում, բայց մոդել այստեղ Հայաստանի Հանրապետությունում, որը թույլ կտա, հնարավորություն կտա այդ ձեր ասածը դիտարկել ինչ-որ մի համատեքստում, հա, ըստ էության մենք չունենք։ Չեք կարծում, որ չունենալը խնդիր է։ Չէ, խնդիր չի, չունենալը կարևորագույն խնդիրն է։ Կարևորագույն խնդիրն է, ոչ թե չունենալը խնդիր է, դա մոտավորապես նույն վիճակն է, երբ որ դու գնում ես ու չգիտես ուր ես գնում։ Տարբեր առիթներով մենք քննարկել ենք, այդ ամեն ինչը գալիս է հիմնականում, որտեղ ոչ մի հարցը միանշանակ պատասխան չունի։ Բայց այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ պետությունը որպես գաղափար, մեզ պետք չի, ոչ քաղաքական էլիտաներին է պետք, ոչ հասարակության մի հիմնական զանգվածին է պետք, ոչ մտավորականության կոչվածի, ես կոչվածը վատ իմաստով չեմ ասում, որպես հավաքականություն, մի հիմնական մասին է պետք։ Պետությունը մեզ գաղափար որպես պետք չի, որտեղ ինքը ենթադրում է այդ ձեր ասած բոլոր քայլերը, ինքը ենթադրում է իշխանության պատասխանատվություն, ինքը ենթադրում է անհատի պատասխանատվություն, ինքը ենթադրում է ճանապարհ, որով դու պարտադիր պիտի անցնես պետություն ունենալու համար, իսկ պետությունը ըստ էության արդեն 91 թվականից ինչ որ փորձեր արվեցին, գուցե վախվորած, գուցե համարձակ, գուցե հաջողված, որպես գաղափար այդպես էլ չի մտել քաղաքական օրակարգ։ Պետությունը մի դեպքում գործիք է եղել, պետությունը մի երկրորդ դեպքում կթուկով է եղել, երրորդ դեպքում մանիպուլյացիա ինչ որ բան է եղել, բայց գաղափար որպես այդպեսին ինքը չի եղել մեր։ Հիմա էլ չկա։ Պետական տոները, չէ, մայիսի 9-ը որոշվեց 9 անել, մայիսի 9-ը պետական տոն է կոչվում։ Եթե խոսքը ժողովրդական տոների մասին է, որտեղ հասարակությունը պիտի ավելի շատ երբեմն նույնիսկ ինքնաբուխ իմպուլսներ ունենա եւ համախմբի տոնը, ինչպես մենք ունենք շատ ժողովրդական տոնատեսական մեր հարուստ համակարգ ունենք, դա մի բան է, երբ պետական տոն է, նշանակում է պատասխանատվությունը այդ տոնը կառուցելու, վերակառուցելու, ուղղորդելու պետական ինստիտուտներինն է։ Հենց դրա համար են առանձնացված որոշ տոներ, որպես պետական տոներ եւ հիշատակի օրեր։ Մենք
պետական տոներից մայիսի 9-ը չենք հանել։ Չենք հանել։ Բայց մենք հայտարարել ենք, չէ՞, որ մայիսի 9-ը այլևս մեր պատասխանատվության տիրույթը չի։ Ու մենք ես նկատի ունեմ իշխանությունը։ Այսինքն 92 թվականի Շուշիի ազատագրում չի եղել։ Եղել է։ Եղել է։ Ստեղ խնդիրը վերաբերում է նրան, թե արդյոք այսօրվա իշխանությունը Շուշիի ազատագրումը իր քաղաքական օրակարգի, իր քաղաքական դիսկուրսի, իր քաղաքական գործունեության համատեքստում համարում է այնպիսի կարևոր իրադարձություն, անկախ նրանից, որ ինքը ամրագրված է պետական տոնացույցում, եւ համարում է արդյոք այնպիսի իրադարձություն, որի շուրջ ինքը պիտի կառուցի տոնականությունը։ Ոչ։ Դա ես չեմ ասում, ասենք դա հայտարարությունների շարք է, որը մենք անընդհատ բարբերաբար լսում ենք։ Նույնը վերաբերում է մայիսի 9-ին որպես հաղթանակի տոնի, որովհետև վերանալով հակառուսական, պրոռուսական ռետորաբանությունից, այսպես հետահայաց, երբ մենք իջնում ենք 30-ական թվականներ, 40-ական թվականներ եւ այլն, մեր պատմության այդ դրվագն էլ ինքը այնքան կարևորված չի, որpիսի մենք փորձենք դրա շուրջ տոնականություն կառուցել։ Եթե այստեղ կարող ենք ասել 80 տարի անցել, հիշողություններն են խունանում եւ այլն, անձնական մակարդակում, ապա պետական մակարդակում ինքը դարձյալ օրակարգային չի։ Օրակարգային չի, որովհետև եթե դու դնում ես, ասենք այսպես, նոր քաղաքական օրակարգ ձևավորելու խնդիրը, դու նախորդ քաղաքական օրակարգի տոնականություն, բովանդակություն ունեցող էպիզոդները, եթե չես էլ կարողանում դուրս մղել, առնվազն պիտի թուլացնես։ Դա հասկանալի է, զուտ վերլուծական տեսակետից հասկանալի է, երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոնի հետ կապված, անհասկանալի է ազատագրական պայքարում մեր հաղթանակի, որը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ներկայիս հանրապետության կառուցման սկիզբն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արժեքային առումով անկախ ամենին, անկախ նրանից հասարակության որ հատվածներն են նրանից գոհ եղել, այսինքն կատարման ձևը մի բան է, երևույթը մեկ այլ բան։ Եթե մենք այսօր խոսում ենք անընդհատ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կարևորությունից, պետության այդ նույն քաղաքական էլիտաները խոսում են դրանից եւ պատասխանատվություն չեն վերցնում այդ պետության ձևավորման, իսկ տոնը շատ մեծ ես չէ որ պիտի ձեզ ասեմ մեծ նշանակություն ունեն տոները այդ հարցում, ապա ստացվում է որ մենք մի կողմից գեոպոլիտիկ կոնյունկտուրա ենք վարում եւ չենք շեշտադրում Շուշիի ազատագրումը, մյուս հանուն մեր պետության, իբր, մյուս կողմից հենց այդ պետությունը չստեղծելով կապեր պետության ներսում, քաղաքացիների հասարակության մեջ, քանդում ենք այդ պետությունը, քայքայում ենք այդ նույն պետությունը։ Միանշանակ, բայց ինչն է տարօրինակ։ Բնական է, տեսեք, մենք պիտի ընդունենք, ինչքան ուզում է ծանր լինի, ինչքան ուզում է դաժան լինի, ինչքան ուզում է վերլուծության տեսանկյունից բարդ լինի, որ այն վիճակը, որում մենք գտնվում ենք, բնական վիճակ է։ Մենք անընդհատ փորձում ենք հիմնավորումներ, արդարացումներ, ինքնարդարացումներ գտնել բանական վիճակում ոչ միայն բնական։ Հասկանում եք, պետք չի հիմա փնտրել արդարացում կամ ինքնարդարացում։ Մենք այն կետում ենք, դեպի որտեղ մեզ բերել է ճանապարհը։ Մենք ճանապարհից շեղված չենք։ Բայց մենք պիտի ընդունենք, որ մենք այն կետում ենք, նորից եմ կրկնում, որտեղ մեզ բերել է ճանապարհը։ Հիմա այդ ճանապարհի անունը մենք պիտի դնենք քաղաքականություն եւ հասկանանք, որ քաղաքական գործողությունների մի հիմնական շարքի նպատակը եղել է սա։ Այդ ճանապարհի մյուս բաղադրիչի անունը մենք պիտի դնենք կրթություն եւ պիտի ունենանք համարձակություն ընդունելու, որ կրթական գործընթացի իմ, ձեր երեխաների դաստիարակության կամ
պսևդոդաստիարակության գործունեության արդյունքը պիտի լիներ այս կետը։ Այդ ճանապարհի մի բաղադրիչի անունը պիտի դնենք քաղաքական էլիտա եւ պիտի ընդունենք, որ քաղաքական էլիտայի գրեթե բոլոր խմբերը տոնը, տոնականությունը, Շուշին օգտագործել են երկու նպատակով։ Մի դեպքում մանիպուլացնել, որպես կանոն սեփական իշխանության եւ սեփական վերարտադրությունը ապահովելու նպատակով, երկրորդ դեպքում հրաժարվել, եթե խանգարում է իշխանության եւ սեփական վերարտադրության գործընթացներին։ Այսինքն ծանր է սա ընդունել, դաժան է սա ընդունելը, բայց էսա ամեն ինչ ոչ թե նորմալ է, նույնիսկ ամեն ինչ եթե աննորմալ է, այս օբյեկտիվ աննորմալություն է։ Այսինքն մենք ոչ ճանապարհից ենք շեղվել, մենք ոչ պատահաբար ենք եկել հայտնվել այդ կետում, ոչ մեր ոտնա սոտ տվել ընկել ենք այդ կետի վրա, չէ, սա այն կետն է, դեպի ուր մեզ բերել են եւ որևէ այլ կետում մենք ուղղակի չէինք կարող լինել։ Չէին կարող լինել, որտեղ բոլոր դեպքերում այդ գաղափարը, որի մասին ես խոսում եի, հա, պետության մասին գաղափարը բացակայում է։ Իսկ իրավունք ունենք քոնե մտածելու ինչպես շարունակել ճանապարհը, որ չհայտնվենք նույնքան վատ կամ ավելի վատ կետում։ Պարտավոր ենք, այս նայեք, էլի այնպես է ստացվել, որ մեր բնույթից, մեր հավաքականության բնույթից, մեր խմբային նկարագրի առանձնահատկություններից ելնելով մենք միշտ այդ ինքնարեֆլեքսիայի խնդիր ունենք։ Մենք չենք ուզում հասկանալ ինչի ենք այս վիճակում։ Մենք բոլորին մեղադրում ենք, ռուսն է մեղավոր, ադրբեջանցին է մեղավոր, Պակիստանն է մեղավոր, Թուրքիան է մեղավոր, էլիտան է մեղավոր, օքեյ է, այդ ամեն ինչ օքեյ է, բայց որպես հավաքականություն մենք չենք սիրում այդ, այսինքն մենք ուզում ենք փոխել էլիտա։ Շատ լավ է, ընտիր է, նորմալ քաղաքական process է, բայց ինչու ենք ուզում փոխել այդ էլիտային, որտեվ իրեն ատում ենք, որտեվ ինքը կոռումպացված է, որտեվ ինքը վատն է, որտեվ ինքը թալանչի է, հա, որտեվ ինքը ներկա է կամ նախկին է, հա, էսա մեր տրամաբանությունը։ Իսկ ուրիշ ինչ պիտի անի հասարակությունը։ Ես էլիտա պիտի ունենամ կամ էլիտա պիտի փոխեմ ելնելով նրանից, թե այդ ձեր ասած խնդիրները տոն, տոնականություն, պատմություն, Շուշի, Ստալինգրադ, Բերլին, հայության մասնակցություն, ազատամարտիկներ, տասնյակ գեներալներ, ավելի քան 100 հերոս, հա, ես պիտի պատասխանատվություն պահանջեմ էլիտայից նրա համար, որ ինքը այդ ամենը չի դարձրել իմ կյանքի կարևոր մասը, ընդ որում չի դարձրել դիտավորյալ, Բայց դարձնելը իշխանության պատասխանատվություն է հենց։ Ես իշխանության պատասխանատվության մասին եմ խոսում։ Ես իշխանության պատասխանատվության չէ, նայեք, եթե ես սա անցալում եմ, այն պատասխանատվությունը, որ ես դնում եմ իշխանության վրա, իր բնույթով փոխվում է։ Այսինքն ես իշխանությանը չեմ ասում, լսի դու պիտի գնաս, որովհետև ես քեզ չեմ սիրում։ Ես իշխանությանը ասում եմ դու պիտի գնաս, որովհետև իմ հանդեպ քո պարտականությունը դու չես կատարում եւ չես կատարում դիտավորյալ։ Սա ռացիոնալիզմի եւ իրացիոնալի խնդիր է, որտեվ եթե ձեզ ասում եմ դուք գնացեք, ես ձեզ չեմ սիրում, ուրեմն պիտի սպասեմ, որ ձեր փոխարեն պիտի գա մեկը, ում ես կսիրեմ։ Բայց եթե ես ձեզ ասում եմ դուք գնացեք, որովհետև ձեր պատճառով ես վատ եմ ապրում, որովհետև դուք ինձ արժեզրկել եք, որովհետև դուք ինձ բարոյազրկել եք, որովհետև դուք ինձ անորակ կրթություն եք տվել, որովհետև դուք ձեր սահմանադրական պարտականությունները իմ ընտանիքի հանդեպ չեք կատարել, հաջորդ եկողի տեսքը, սֆաթը, բնութագիրը, բոյը, գիրությունը ինձ այլևս չի հետաքրքրելու։ Այսինքն ես իրենից ուզելու եմ գաղափար։ Ես իրենից ուզելու եմ
նարատիվ այն մասին, թե իր գալը ինչպես է ինձ օգնելու լավ ապրել, բայց այստեղ մեկ այլ բովանդակային խնդիր էլ կա, որտեղ շատ դեպքերում մենք շարունակում ենք գնալ այդ mainstream-ին հակառակ։ Դա ինչից է գալիս։ Դա գալիս է նրանից, որ ցավոք սրտի մենք բավարար չափով տեղեկացված չենք կամ չենք ուզում տեղեկացված լինել այն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում։ Իսկ աշխարհում այսօր տեղի է ունենում ընդունենք, չընդունենք, դուր գա մեզ, դուր չգա նացիոնալիզմի, ընդ որում եւ էթնիկ իր ամենադաժան դրսևորումներով եւ այդ դրսևորումներից մեկը նույն Արցախի 2023 թվականի էթնիկ զտումներն էին կամ հայաթափումը, չէ, եւ նաեւ քաղաքացիական նացիոնալիզմի վերազարթոնք։ Այսինքն process-ների տրամաբանությունը փոխվել է, բայց մենք պատասխանները դեռ շարունակում ենք փնտրել այնտեղ, այն ժամանակում, այն տարածքում, որը այլևս հնացած է։ Այսինքն այն ինչ 21-րդ դարի սկզբում էր, այդ այնտեղն էլ շատ հեռու տարածք չէ, ինչպես դուք ասում եք, այլևս չկա։ Այլևս 23 թվականը չկա, 24 թվականը չկա։ Պոպուլիզմը չկա։ Ցավոք սրտի ժողովրդավարությունը այն իմաստով, որ իմաստով, որ մենք նույնիսկ այս տաղավարում քննարկել ենք 5, 6, 7 տարի առաջ, այլևս չկա։ Ինքը գալու է, բայց հիմա դիսկուրսը փոխվում է։ Դիսկուրսը փոխվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այո, նացիոնալիզմը եւ պոզիտիվ եւ նեգատիվ այլևս քաղաքական օրակարգի խնդիր է։ Թրամփի բանաձևը Ամերիկան ամենից առաջ, չէ՞։ Ինքը պոզիտիվ նացիոնալիզմի գաղափարախոսություն է։ Ինչի է ինքը ընտրվում պրեզիդենտ։ Ոչ թե նրա համար, որ ամերիկյան հասարակությունը լավն է կամ վատը, այլ նրա համար, որ այո, ամերիկյան հասարակությունը գտնում է, որ ինքը պիտի լինի նացիոնալիստ։ Նույնիսկ եթե ինքը դեմոկրատ է, ինքը պիտի լինի նացիոնալիստ, որովհետև ինքը աշխարհի տիրակալն է։ Ինքն է թիվ 1-ը։ Հիմա այդ են process-ները։ Գուցե լիքը բաների հետ կարելի է վիճել, բայց ամենայն դեպս միտումները ցույց են տալիս։ Այսօր կոնֆիգուրացիաները, նույնիսկ մերձավոր արևելքում որ կան, իրենք կոնֆիգուրացիաներ են հանուն ազգային պետության։ Ու մենք պիտի հասկանանք, որ ազգային պետությունը վատ բան չի։ Ազգային պետությունը շատ լավ բան է, եթե դու իրեն հաղորդում ես պոզիտիվ քաղաքացիական բովանդակություն։ Եվ այդ ազգային պետությունը ինքը գաղափար է, որի տակ դու ուզես չուզես, պիտի դնես պատմությունը, դու պիտի դնես 88-ը, դու պիտի դնես Արցախյան շարժումը, դու պիտի դնես Շուշիի ազատագրումը, դու պիտի դնես Արցախի հանրապետության պատմությունը այդ գաղափարի մեջ։ Եվ հետո արդեն, եթե դու ուզում ես, որ այդ գաղափարը ինքը անընդհատ սնուցի քո հասարակությունը եւ քո հասարակությունը պահի պոզիտիվի դաշտում, պոզիտիվ ազգային պետության, պոզիտիվ հասարակության դաշտում, արդեն դու լրիվ ազատ ես վերլուծություններ անել։ Բայց եթե դու այդ գաղափարը ունես, մենք անդրադարձանք էլիտաներին զրույցի ընթացքում այլ համատեքստում, ես ուզում եմ վերադառնանք էլիտաներին, որովհետև այդ պոպուլիզմի ու պոստմոդեռնիզմի ծիրում, որը ինչպես արդեն արձանագրեցինք անցած էտապ է մարդկության զարգացման կամ քաղաքականության մեջ օրակարգերում, մենք մերժեցինք նաև էլիտաներին երևույթ որպես էլիտայի երևույթը մենք մերժեցինք եւ հիմա երբ ուզած թե չուզած պիտի վերադառնանք ենթադրենք ազգային պետության գաղափարախոսությանը, որովհետև եթե անգամ մենք շարունակենք համառորեն չվերադառնալ, կյանքի դառը իրականությունը այդպես է։ Չէ, մենք վերադառնում ենք։ Մենք հիմա կներեք, որ ոչ բնազդորեն չի։ Ապա մենք ընդունենք թե չընդունենք պարտությունը եւ հակադրությունը օրվա իշխանությանը։ Կարևոր չի ով է իշխանությունը այսօր։ ԿՊ-ն է, ՀՀԿ-ն է, մյուսն է, ինքը բերում է նացիոնալիզմի։ Ինքը բերում է, մարդիկ այսօր մի քիչ ավելի նացիոնալիստ են դարձել,
որովհետև այսինքն մենք ուզենք, չուզենք, հիմա այստեղ խնդիրը այն է, որ այդ վերադարձը ինքը չդառնա էթնիկ նացիոնալիզմ, ինքը չդառնա ազգայնականություն, ինքը չդառնա ծայրահեղականություն։ Այսինքն խնդիր կառավարել արդեն։ Իհարկե, չէ, մենք ուղղակի չենք կարող խուսափել դրանից։ Հասկանում եք, դա օբյեկտիվ իրողություն է, որ բոլոր նման իրավիճակներում այնպես ինչպես հասարակությունում աճում է անտարբերությունը, այնպես ինչպես հասարակության մի հատվածի մոտ աճում է ապատիան, նույնպես եւ աճում է նացիոնալիզմի չափաբաժինը։ Ես վստահ եմ, որ դուք ինքներդ էլ հիմա եթե այսպես փորձեք մտովի ձեզ հետահայաց վերլուծել, ես լիքը մարդկանց մոտ դա տեսնում եմ։ Հիմա հակադրվելու համար պարտությանը թեկուս մենք սկսում ենք ավելի շատ հայերեն գրականություն կարդալ, մեխանիկորեն ռադիոյի կոճակը արդեն թողնում ենք որևէ հայկական ռադիոալիքի վրա, որտեղ այն ինչ նախկինում մեր համար անընդունելի էր, ռաբիզ էր, հիմա դառնում է հայկական ռաբիս։ Այլ խնդիրը, որ ինքը գուցե շատ տեսանելի չի, այլ խնդիրը, որ մենք չունենք այդ քրիտիկական զանգվածը, այլ խնդիրը, որ այդ մարդիկ գուցե շատ տեսանելի չեն դերևս, բայց որպես process ինքը անխուսափելի է, ինքը ուղղակի չի կարող չլինել։ Այսինքն այստեղ խնդիրը նաև վերադառնալով մեր թեմայի դաշտ, հենց տոները որպես պետական քաղաքականություն ավելի է բարդանում, այսինքն պետական ինստիտուտները պարտավոր են, պատասխանատու են կառավարել եւ պարտության հույզերը, եւ պարտության հետևանքով աճող, փաստորեն աճող այնպիսի հույզեր, որոնք կարող են նույնպես ծայրահեղության մեջ ընկնել, այսինքն տարբեր ծայրահեղությունների կառավարում պիտի լինի եւ արդյոք հենց տոնախմբելը, հենց դրական լույսի տակ, որտեվ տոնը դա դրական դիցք է, անկախ ամեն ինչից, համընդհանուր տոնը, հանդիսությունը դրական դիցք է տալիս հասարակությանը։ Այդ տոնով, այդ դրական դիցքերով պարպել է բացասական հույզերը, այսինքն մի կողմից պարտության վիշտը, մյուս կողմից այդ ահագնացող, ինչպես ասում են, վրեժխնդրությունը, որը կարող է այլ ծայրահեղության չէ բերել։ Կարելի է ուղղակի այդ եզրերը մի քիչ կառավարել։ Չէ, բերելու է։ Այսինքն մենք հիմա պետք է նստած սպասենք, թե ինչ հասկանում եք, որպես ազգագրագետ, ասենք, ես կարող եմ ասել, որ չի կարող չբերել։ Չի կարող չբերել։ Դա մոտապես նույնն է, երբ որ ես եւ դուք մտածենք, որ քաղցած մարդը, ով տանը ունի 4 երեխա, հա, ում երեխեքը իրանից անընդհատ ուտելիք են ուզում, ձեռը չի երկարի եւ կողքի մեծահարուստի տնից մի կտոր հաց չի վերցնի, եթե տեսնի, որ այդ տան դուռը բաց է եւ կամերաները անջատված։ Դա անհնար բան է։ Այսինքն մենք ինչ մտածենք, չմտածենք, հասարակական զարգացման օրինաչափություններ գոյություն ունեն այնուամենայնիվ։ Ի վերջո, ցավոք սրտի, մենք դեռ ունենալու ենք յետպատերազմյան վիետնամական սինդրոմ, որը դեռ չի սկսվել, բայց սկսվելու է, չէ, դեռ բացահայտ դրսևորումները չունենք։ Այսինքն ինչ է ենթադրում, որ պիտի լինի մի քանի օրինակով, որտեվ պատերազմը վաղուց կարծես թե ավարտվել է։ Չէ, պատերազմը ավարտվել է, բայց ավելի առարկայական դրսևորումների ժամանակը դեռ չի եկել դրա։ Ի վերջո մենք պիտի ունենանք դեռ Արցախյան առաջին պատերազմին հաջորդ 10 տարիների սինդրոմը պիտի հիշեք գնդապետների, գեներալների, մյուսների, այսինքն հասարակությանը դեռ լիքը բաներ են սպասվում։ Այսինքն այդ շրջանը նույնից պիտի տարբեր ձևերով վերապրի հասարակությունը։ Եվ այս իրավիճակում ուղղակի ցանկացած խելամիտ իշխանության անելիքը, այդ ձեր ասածը պիտի լինի պարպել այդ պոտենցիալ լարվածությունը, պոզիտիվը տալով, ոչինչ չի խանգարում իմ տրամաբանությամբ, վերանալով քաղաքական կոնյունկտուրայից, ոչինչ չի խանգարում
որպեսզի մայիս 8-ին 9-ին Երևանում լինեն, չգիտեմ, հայրենական պատերազմի մասին պատմող պաստառներ։ Ոչինչ չի խանգարում, ոչ էլ օրվա իշխանությանը, ընդ որում, եթե մայիսի 9-ին Երևանում լինեն Շուշիի ազատագրմանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ։ Այստեղ ուղղակի մտքի եւ գործողության համադրման խնդիրն է։ Հասկանում եք, նույնիսկ մանիպուլյացիայի առումով, մանիպուլյացիայի հնարավորություն ստանալու համար, հա, քաղաքական ուժերը պիտի կարողանան օգտագործել այդ կապիտալը, այսինքն մենք ունենք եւ չունենք հիմա, բայց չունենք ոչ թե նրա համար, որ մենք, այլ չունենք նրա համար, որ մինչև մեզ։ Եվ այստեղ ոչ թե պիտի ցույց չտալ, այլ պիտի ցույց տալ, պիտի ասել, որ այս է Շուշին։ Օբյեկտիվորեն, որևէ մեկը չի կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Շուշին, այո, ուներ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական եւ այսօր էլ ունի կարեւորագույն նշանակություն։ Դա անժխտելի է, դա անհերքելի է, դա անքննելի է գոնե մեր եւ ադրբեջանցիների համար։ Որտեւ երբ որ այսօր Իլհամ Ալիևը Շուշին փորձում է դիրքավորել եւ Շուշին այս դեպքում կարող ենք Արցախն էլ հասկանալ, բայց տվյալ դեպքում Շուշին որպես մարմնավորում իսլամական աշխարհի մայրաքաղաք մշակութային, հա, դա նույնիսկ կարևորության արհեստական ուրճացում է, բայց ինչի, նայեք, այստեղ տեղի է ունենում հաղթանակի կապիտալիզացիա։ Այսինքն ինքը ասում է, որ ես ոչ թե վերադարձրել եմ կամ իր տերմինաբանությամբ ազատագրել եմ մի բան, որը կարևոր է Ադրբեջանի համար, այլ ես արել եմ մի բան, որը կարևորագույն նշանակություն ունի մուսուլմանական աշխարհի համար։ Եվ նույնիսկ այդ գործողությամբ ինքը իրեն դիրքավորում է կամ փորձում է դիրքավորել որպես ավելի կարևոր խաղացող, քան ինքը կա իրականում։ Դուք պիտի հիշեք 90-ական թվականներին անընդհատ փորձ էր արվում Շուշին դիրքավորել որպես հայության մշակութային մայրաքաղաք։ Քայլեր արվեցին, գործողություններ արվեցին, միջոցառումներ արվեցին, շինարարություն արվեց, այսինքն երկու դեպքում մոտեցումներն էլ տարբեր են, բայց ինքնակազմակերպման տեսանկյունից, հավաքական ինքնակազմակերպման տեսանկյունից կարևոր է։ Ես չեմ հիմա կարող ասել, թե խողովակները որոնք կլինեն, որպիսի հասարակությունը կամ հասարակության գոնե մի հիմնական հատվածը կամ գոնե մի հատվածը գիտակցի նաև արժեքը այն բանի, ինչ ինքը կորցրել է։ Դա էլ է համախմբման, ինչ ասեմ, ինքնաբուժության մի ձև է դա։ Եթե ճիշտ ներգործություն է լինում անհատների կողմից, հեռուստատեսության կողմից, իշխանության կողմից, ընդդիմության կողմից, հասկանում եք։ Իսկ հակառակը, այսինքն, որովհետև մեզանում կա նաև այնպիսի գործողություններ, պատերազմից հետո հատկապես հայտնի արտահայտությունը հիշում ենք դժբախտ եւ դժգույն Շուշիի մասին, այսինքն ոչ թե կորուստը կորցրած արժևորելու, այլ հակառակը կորցրածը արժեզրկելու գործընթացների ենք մենք հանդիպում։ Գիտեք, ես մի բան պիտի ասեմ, որպես հետազոտող, ես տոնի դեհումանիզացիա ասացի։ Որպես հետազոտող ես լավատես եմ։ Ինչի համար եմ լավատես։ Չէ, ուրիշ բան է համար եմ լավատես։ Իմ մասնագիտական փորձառությունը ցույց է տալիս, որ միշտ խորհրդային միությունում եւ խորհրդային պետությանը հաջորդող ժամանակահատվածում մենք սոցիալական վախերից, հասարակական ախտերից եւ այլնից ելնելով գերագնահատել ենք քաղաքական էլիտայի հնարավորությունները։ Իրեն վերագրելով որակներ, որ ինքը իրականում չունի։ Ինքը իրականում չունի։ Եվ լավ եւ վատ որակների Յոսիֆ Վիսարյոնովիչ Ստալինը, ով անհամեմատ ավելի վատն էր, քան յետ խորհրդային տարածքի բոլոր բռնապետները եւ գուցե բոլորը միասին վերցրած,
չկարողացավ մարդկանց ստիպել, որպեսզի իրենք դառնան մանկուրտ, որտեղ հիշողությունը, անհատական կոլեկտիվ հիշողությունը այնպիսի մի բան է, որ քաղաքական էլիտայի ցանկությամբ չէ։ Հասկանում եք, որտեղ 53 թվականից հետո Հայաստանում եղել է 65 թվական, որտեղ 65 թվականից հետո Հայաստանում եղել է 88 թվական։ Այդ 88 թվականի Արցախյան շարժումը թիկունքում ուներ մարդկանց, որոնց 70%-ը ոչինչ չգիտեր Արցախի մասին ըստ էության, Արցախյան խնդրի մասին։ Դրա համար ես մի քիչ նույնիսկ այսպես տարօրինակ եմ համարում այդ հիպերչափազանցումը։ Նախորդ էլիտան սա էր ուզում, Քոչարյանը նա էր ուզում, Սերժ Սարգսյանը նա էր ուզում, Նիկոլ Փաշինյանը սա է ուզում, շատ բան էին ուզում եւ դեռ շատ բան կուզեն բոլոր քաղաքական էլիտաները, բայց կան process-ներ, հասկանում եք, որոնց վրա ներգործելու քաղաքական էլիտայի հնարավորությունը սահմանափակ է։ Բաներ կան, որ անջնջելի են, որտեղ ինքը ստեղ է, ստեղից հանելու միակ տարբերակը այս գործողությունն է, որտեղ հիշողությունը մարդու, մշակութային հիշողությունը, պատմական հիշողությունը, դու մի գրի դասագրքում։ Դասագրքում դուք ոչինչ կարող եք չգրել Շուշիի մասին, բայց ակնհայտ է, չէ, որ Հայաստանի Հանրապետությունում 1985-86 թվականի եւ ներքև ծնվածները եւ մի ահռելի զանգված սա հիշում է։ Հիմա խնդիրը, եթե դառնանք ձեր ասած քաղաքական էլիտաներին, հետեւյալն է. մենք պիտի լինենք բավարար չափով խելամիտ, որպես քաղաքական էլիտա, հասկանալու համար, որ ցանկացած տոն, անկախ նրանից մենք դրա մասնակիցն ենք, ընդունում ենք, չենք ընդունում, հրաժարվում ենք, չենք հրաժարվում, ճիշտ մոտեցման դեպքում, ճիշտ փաթեթավորման դեպքում կարող է ծառայել նաև մեր քաղաքական խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար, շնորհավորում եմ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։